իրականում չիպերի խնդիրը չի, չիպերը ընդհանրապես գործընթացի մի մասն է։ Այո, կենտրոնի ստեղծումը էլի։ Կենտրոնի ստեղծման որոշումը տարիներ շարունակ Հայաստանի անունը առաջ է տանում Nvidia-ի փոխտնօրենը, որը ազգությամբ հայ է։ Այսինքն այդ մարդը, այսպես ջանասիրաբար ամեն բան անում է, որպեսզի նմանատիպ կենտրոն բացվի Հայաստանում, եւ սա իր ձեռքբերումն է, կարելի ասել, սակայն միանշանակ մենք պետք է հասկանանք, որ առանց ԱՄՆ-ի կառավարության թողտվության նման համակարգիչներ չեն կարող արտահանվել ԱՄՆ-ից։ Եվ նմանատիպ հզոր կենտրոններ աշխարհում մի քանիսն են, որոնցից մեկը գալիս է Հայաստան։ Չչափազանցնենք, որ դա ատոմային ռումբ է, չգիտեմ, մեծ անվտանգություն է ապահովում եւ այլն, իհարկե որևիցե նմանատիպ պրոյեկտ ինքը անվտանգային համակարգում կարող է կիրառվել որպես անվտանգության էլեմենտ եւ չընկալենք այստեղ անվտանգային համակարգը անպայմանորեն ռազմական բնույթի։ Անվտանգային համակարգի էլեմենտներն են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, քաղաքականությունը եւ այլն։ Այս տեսանկյունից այո, նմանատիպ համակարգիչ ունենալ մեր երկրում կնշանակի ունենալ ոչ շատ մեծ ռազմավարական աջակցություն ԱՄՆ-ից, սակայն որոշակի քաղաքական եւ տեխնոլոգիական բնույթի անվտանգություն։ Այսինքն պետք չի ոչ շատ չափազանցնել այդ համակարգչի առկայությունը, ոչ նրա ուրեմն արժեքը փոքրացնել, դա շատ կարևոր ներդրում է եւ շատ է խոսվում ներդրումի ֆինանսական էկվիվալենտի մասին, այստեղ ֆինանսական էկվիվալենտը չի կարևոր, այլ ինքնին այդպիսի գերհամակարգիչ եւ համակարգչային կենտրոն Հայաստանում ունենալը, սա տեխնոլոգիական եւ քաղաքական աջակցություն է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին։ Ահա, հիմա այստեղ այն մարդիկ, ովքեր Հայաստանի իշխանություններին մեղադրում են ռուսամետ լինելու կամ Ռուսաստանից ազդեցությունը չթույլատնելու մեջ, իրենք ինչպես կբացատրեն ԱՄՆ-ի կողմից այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալը ռուսամետ Հայաստանում։ Ռուսահպատակ Հայաստանում ԱՄՆ-ն միշտ էլ այդպիսի նախաձեռնություններով հանդես է գալիս։ Ես հիշեցնեմ Ալիևի հայտարարությունը առ այն, որ Հայաստանը շրջանցող կապուղիներ, այդ թուրքական աշխարհի կապուղիների առաջին ուրեմն հակադրվողը եղել է ԱՄՆ-ն։ Սա Ալիևի հայտարարությունն էր։ Այսինքն նա ասում էր, որ բոլոր կապուղիները, որոնք շրջանցում էին Հայաստանին, ԱՄՆ-ն դրան փորձում էր խոչընդոտել։ Այսինքն ԱՄՆ-ի կողմից մենք միշտ եղել ենք ռուսահպատակ պետություն եւ մենք միշտ ունեցել ենք աջակցություն ԱՄՆ-ի կողմից, ոչ մեր գեղեցիկ աչքերի համար իհարկե։ Մենք օրինակ Արցախյան շարժման գործընթացների մեջ ունեցանք Մինսկի խումբ, չէ, 3 համանախագահողներով։ Ըստ էության Մինսկի խումբը ստեղծված էր Արևմուտքի եւ նախ եւ առաջ ԱՄՆ-ի կողմից, որպեսզի նա թույլ չտար, որ Արցախյան խնդիրը լուծի Ռուսաստանը։ Հակառակ դեպքում Ռուսաստանը լուծելու էր իօգուտ Ադրբեջանի եւ ինչը որ մենք տեսանք վերջ-վերջո ռուսները վերցրեցին Արցախը եւ նվիրեցին Ադրբեջանին։ Եվ ստեղծվեց Մինսկի խումբը համանախագահներով, որպեսզի ըստ էության հայկական շահերը պաշտպանվեն։ Այսինքն եւ Ֆրանսիան մենք միշտ տեսել ենք Ֆրանսիայի կողմից աջակցություն եւ մեր ամենաբարեկամ պետություններից մեկն է Ֆրանսիան միշտ եղել։ Բայց Հայաստանը բոլոր այդ ժամանակներում եղել է ռուսահպատակ պետություն։ Այսինքն այս պետությունները առաջ են տանում իրենց շահը, իսկ իրենց շահը դա Հայաստանի նախ գոյությունն է եւ հետո հզորացում։ Բայց առանց Հայաստանի այդ պահին գործող իշխանության հետ առանց համագործակցության այդ պահին գործող իշխանության հետ դա հնարավոր է իրենց շահերը առաջ տանելը։ Ոչ, միանշանակ ոչ, եւ դա է պատճառը, որ այս 30 տարիների ընթացքում թե ԱՄՆ-ն, թե Ֆրանսիան, թե մյուս արևմտյան երկրները համագործակցել են Հայաստանի իշխանությունների հետ։ Նաեւ ամենաբարձր մակարդակով այցելություններ են եղել, մասնավորապես Ֆրանսիայի նախագահի հետ բազմաթիվ հանդիպումներ են եղել թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն այո, լինելով ռուսահպատակ պետություն Հայաստանը, նրա ղեկավարները այո այցելել են, հանդիպել են եւ ինչի է այս ամեն ինչը տեղի ունեցել, ինչի օրինակ արևմտյան պետությունները պատժամիջոցներ չեն նշանակել Հայաստանի նկատմամբ ժողովրդավարության տապալման, մենք գիտենք ինչ երկրում ենք ապրել եւ ապրում այսօր, որովհետեւ այդ պարագայում նրանք չէին կարողանա համագործակցել Հայաստանի իշխանությունների հետ եւ չէին կարողանա իրենց շահը տարածաշրջանում առաջ տանել։
Միշտ այդ պետությունները համագործակցել են, շարունակում են համագործակցել Կառավարության ջանքեր չտեսնենք այստեղ այս ուղղությամբ։ Իսկ ինչպես տեսնենք, սա է խնդիրը։ Այսինքն մենք դնենք կանխավարկած, որ կա կառավարության ջանքեր եւ սկսենք փնտրել այդ ջանքերը։ Եթե կա կառավարության ջանքեր, թող կառավարությունը ջանքերը ցույց տա։ Կառավարության ենթակա հանրային հեռուստաընկերությունում, հեռուստաընկերության եթերով Nvidia-ի փոխտնօրենը, որը հիշեցնում նույնպես որ ազգությամբ հայ է, շատ հստակ հայտարարեց, որ process-ը շատ վաղուց է գնում, որ process-ի մեջ մեծ կարևորություն ունի իր արկայությունը եւ իր հայ լինելը։ Իրեւ այստեղ շատ կարևոր է նշել այդ հանգամանքը, երբ որ մենք ասում ենք, որ հայկական ռեսուրսը չի օգտագործվում, շատ շատերը դա անցալում են որպես պաթոս եւ մեզ մեղադրում, որ այ դուք հայուգենն եք առաջ տանում կամ ինչ-որ պաթետիկ երևույթներ, խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ ամբողջ աշխարհում կա հայկական մեծ ռեսուրս, տվյալ դեպքում գիտատեխնիկական բնույթի, եւ այդ ռեսուրսը այդ մարդիկ պատրաստ են Հայաստանին աջակցելու։ Եվ ընդհանրապես Հայաստանի իշխանությունը պետք է կոորդինացնի այդ աջակցությունը եւ ասենք $500 միլիոն ներդրումը կհայտնվի Հայաստանում։ Եվ հիմա տեսեք, թե աշխարհում քանի Nvidia-ի փոխտնօրեն հայ կա եւ ովքեր պատրաստ են այդ աջակցությունը իրականացնելու Հայաստանին։ Եվ մենք հայկական ռեսուրսը ոչ միայն չենք օգտագործում եւ այս իշխանությունները շատ արմատական կերպով խզում են Հայաստան սփյուռք կապերը եւ իրենց այդ սփյուռքի ներկայացուցիչը ուղղակի ջախջախում այդ կապերը։ Մենք փոխանակ դառնանք այդ ցանցային պետություն եւ ամբողջ աշխարհի հայկական ռեսուրսը օգտագործենք Հայաստանի համար եւ Հայաստանի ռեսուրսը ամբողջ աշխարհի հայերի, մենք կտրում ենք այս կապը։ Ժամանակին մեր ընկերները կամավոր փորձեցին անգամ մեկնել Սիրիա, որպեսզի այնտեղ կազմակերպել հայկական համայնքի պաշտպանությունը, սակայն նրանց առաջնային խոչընդոտը Հայաստանի իշխանություններն էին։ Հայաստանի իշխանությունները փակեցին նրանց դեմը եւ ասացին, որ Սիրիայում գտնվող հայկական համայնքը Սիրիայի քաղաքացիներն են, մենք նրանցից գործ չունենք։ Հետագայում նույն բանը ասեց Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Սաֆարյան, ճշմարտություն չկա, այսինքն նրանք իրենց, եթե այդ պետության քաղաքացիներն են, նրանք պետք է պաշտպանված լինեն այդ պետության։ Իսկ եթե նրանք պաշտպանված չեն, մենք թքած ունենք մեր հայրենակիցների վրա։ Նրանք պաշտպանված չէին։ Եվ հայկական պետությունը ինչ է ասում։ Այստեղ շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որն է։ Մենք թքած ունենք մեր հայրենակիցների վրա, թե ոչ։ Մենք մեր հայրենակիցների մասին հիշում ենք միայն այն ժամանակ, երբ որ գումար ենք խնդրում նրանցից, թե ոչ։ Եթե մենք ուզում ենք ունենալ ցանցային պետություն, որպեսզի կարողանանք ամբողջ հայկական ռեսուրսը կիրառել Հայաստանի համար, ապա նույնը պիտի լինի հակառակը։ Չէ՞ որ մենք միջազգային հարաբերությունների սուբյեկտ ենք։ Չէ՞ որ մենք ՄԱԿ-ում կարող ենք ձայն բարձրացնել։ Չէ՞ որ մենք Եվրոխորհրդում կարող ենք ձայն բարձրացնել։ Չէ՞։ Սիրիայի հայկական համայնքը դա անել չի կարող։ Ինքը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չի։ Այսինքն որքան որ հայկական սփյուռքը իր այդ ահռելի ռեսուրսով, տնտեսական, գիտատեխնիկական, գիտելիքային, ֆինանսական ռեսուրսով կարող է ծառայել իր հայրենիքին, նույն չափ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կարող է ծառայել սփյուռքին։ Եվ այս փոխադարձ կապն է, որ ստեղծելու է ցանցային պետություն, եւ ինչպես սփյուռքը Հայաստանի համար դառնա ռեսուրս, այնպես էլ Հայաստանը սփյուռքի համար։ Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանը օրերս ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում եւ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նա մասնավորապես նշել է. Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Ինչ եք հասկանում դուք այս հայտարարությունից, նաև կան մարդիկ, ովքեր եկեղեցու շուրջ կատարվողը եւս տեղավորում են այդ սահմանադրությունը փոխելու իշխանության պլանների մեջ, այդպիսով նաև եկեղեցու մասով ինչ որ նոր փոփոխություններ եւ կարգավորումներ կանխատեսելով։ Իրականում այնքանով է ընդհանրությունը, որ երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը ուղիղ կերպով եւ հլու հնազանդ ենթարկվում է Ալիևի հրահանգներին։ Ալիևը հրահանգել է սահմանադրությունը փոխել, նա փոխում է սահմանադրությունը։ Ալիևը հրահանգել է հարվածել հայրաքելական եկեղեցուն եւ հենց Փաշիզադեն ինչ որ դեմարշ է կազմակերպում մեր եկեղեցու դեմ, դրան
անմիջապես հաջորդում է Նիկոլ Փաշինյանի դեմարշը եկեղեցու դեմ։ Ալիևը պահանջել է բանակը կրճատել, բանակը կրճատում են։ Ալիևը պահանջել է անկլավները տալ, անկլավները տալիս են։ Եվ սկսել են այսպիսի ենթատեքստով մենք ետ ենք բերելու Արցվաշեն։ Հա, գեղեցիկ բան է, չէ՞ ասում։ Իրականում խոսքը գնում է այսպես կոչված անկլավների նվիրաբերման մասին Ադրբեջանին։ Այսինքն բոլոր այն պահանջները, որ ներկայացրել է Ադրբեջանը, այս իշխանությունները իրականացնում են։ Եվ սահմանադրության փոփոխությունը մենք գիտենք, դա Ադրբեջանի առանցքային պահանջն է։ Այն պայմաններում, որ հիշեցնեմ, որ Ադրբեջանի սահմանադրությամբ է Ադրբեջանը իրեն ճանաչել առաջին հանրապետության իրավահաջորդ եւ իր պատկերացումներով իր առաջի հանրապետության բազմաթիվ տարածքներ այսօրվա մեր Հայաստանի հանրապետության տարածքներն են։ Այստեղից է բխում արևմտյան Ադրբեջան այդ զավթողական իրենց քաղաքականությունը։ Այսինքն փոխանակ մենք պահանջենք, որ դու սահմանադրությունը փոխես, իրենք են պահանջում, որ մենք փոխենք սահմանադրությունը։ Եվ Նիկոլ Փաշինյանը հլու հնազանդ ենթարկվում է կետ առ կետ բոլոր պահանջներին, բանակն է կրճատում, սահմանադրությունն է փոխում, հալածում է եկեղեցուն։ Բանակը կրճատել, որ ասում եք նկատի ունեք զինծառայության այդ ժամկետների։ Որոշում են կայացրել զինծառայության ժամկետը կրճատել այն պայմաններում, որ այսօր զինվորները չեն բավարարում ամենատարական գործողության համար դիրքային պաշտպանությունը ապահովելու։ Չեն բավարարում, այսինքն դիրքային պաշտպանությունը ինքը ընդհանուր պաշտպանության անգամ 10%-ը չի կազմում։ Մենք անգամ 10%-ի համար բավարար զինվոր չունենք եւ տարբեր մարդկանց հավաքում տանում ենք դիրքեր։ Ինչի մասին նաեւ Նիկոլ Փաշինյանը խոսեց, որ տարբեր մարդկանց հավաքում տանում ենք դիրքեր, փող ենք վճարում։ Այսինքն տարական խնդիրը դիրքային անգամ պաշտպանության չէ, վերահսկողության խնդիրը մենք չենք կարողանում լուծել եւ այսպիսի պայմաններում կրճատում ենք բանակը։ Ինչու՞, որովհետեւ Ալիևը պահանջել է բանակը կրճատել։ Եվ Նիկոլ Փաշինյանի այդ ամենի գինը ո՞րն է Նիկոլ Փաշինյանի համար, իր իշխանությունը պահելը, վերարտադրվելը։ Իշխանությունը պահելը եւ այսօր մենք տեսնում ենք, որ Ալիևը ամեն բան անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։ Իշը եւ տրամաբանական է Նիկոլ Փաշինյանը Ալիևի բոլոր հրամանները կատարում։ Դուք միայն Ալիևին եք ասում, բայց այստեղ մեր ներսում կարծիքներ կան, որ Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել օգնում են նաեւ նախկին նախագահները, նախկին նախագահների ներկայացուցիչները, ուժերը։ Բա նրանց շահը որն է, որ օգնեն Նիկոլ Փաշինյանին վերարտադրվել։ Որտեղ նրանք ստանում են վերևներից հրամաններ։ Նայեք, ինչ է կատարում։ Նախ երբ որ մենք ասում ենք Ալիև, մենք այստեղ պետք է նախ եւ առաջ հասկանանք Էրդողան։ Տարածաշրջանի խաղացողները Ռուսաստանն ու Թուրքիան են։ Ադրբեջանը խաղացող չի։ Նա նրանց կցորդն է եւ իդեպ իրենց կողմից ստեղծված այդ պետությունների։ Այստեղ այո, Էրդողանը նույնպես խիստ շահագրգռված է Նիկոլ Փաշինյանի վերարտադրությամբ եւ Պուտինն է շահագրգռված։ Հիմի նախկին իշխանությունները շատ լավ գիտեն, որ քանի դեռ իրենք երևում են, քանի դեռ իրենք դուրս են գալիս փողոց, քանի դեռ իրենք ազգային ժողովում են եւ այլն, Նիկոլ Փաշինյանը կարող է խաղալ սև ու սպիտակ։ Եվ հանրության ասել, եթե ես չլինեմ, կգան նախկինները։ Եվ նախկինները շատ լավ գիտեն, որ հանրությունը իրենցից նողվում է, հանրությունը իրենց որ տեսնում է, ասում է ինչ ուզում է լինի, մենակ սրանք հետ չգան։ Եվ այդ պայմաններում գնալու է ընտրելու է ՔՊ-ին։ Սա հասկանալով նրանք միևնույն է ակտիվ են, դուրս են գալիս փողոց, խոսում են եւ այլն։ Ինչու, որովհետեւ նման հրահանգ գալիս է Մոսկվայից։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանն նաեւ Մոսկվայի համար լավ տեխնացու է։ Եվ Մոսկվան, ինչպես հիշեցնեմ, որ կապիտուլյացիոն այդ պայմանագրից հետո, որը կազմվել էր Մոսկվայում։ Նոյեմբերի 9-ի պայմանագիրը Մոսկվան էր կազմել։ Մոսկվան դուրս բերեց այդ բոլոր այդ 17+, այսպես էր կարծեմ ձևակերպված, իր բոլոր ագենտներին դուրս բերեց փողոց։ Ինչու։ Մոսկվայի պայմանագրի դեմ խոսում էին Մոսկվայի ագենտները։ Խոսում էին, որպեսզի ժողովուրդը նրանց տեսնի եւ փողոց դուրս չգա։ Եվ Մոսկվայի համար ավելի ընդունելի Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Եվ ռուս-թուրքական այդ պլանը ո՞րն է, որ անկլավները պետք է տրվեն, հա, ինչպես ասացիք, սահմանադրությունը փոխվի, այսինքն Հայաստանից ինչ է մնում եւ ինչ էլ որ մնա, դա էլ դառնալու է Ռուսաստանի մաս։ Հայաստանից ոչինչ չի մնալու այս գործընթացի արդյունքում։ Թուրքիան ակտիվորեն, շատ ակտիվորեն կառուցում է թուրքական աշխարհ։
նայեք թուրքական աշխարհի քարտեզները, որոնք իրենք ներկայացնում են եւ այնտեղ գտեք Հայաստանի Հանրապետություն։ Հա մի մեծ քարտեզի մոտ օրինակ Էրդողանը գնաց եւ նկարվեց։ Թուրքական աշխարհի պանթուրքիստական քարտեզ։ Գնացեք այդ քարտեզի վրա գտեք իրենք այդպիսի պատկերացում ունեն, որ Հայաստանի Հանրապետություն է լինելու։ Նրանք նման պատկերացում չունեն։ Եվ երբ որ այսօրվա իշխանությունները անհեթեթություններ են ասում, թե եկեք թուրքերին կամ թուրքական աշխարհին տանք այն, ինչը իրենց համար ավելի թանկ կլինի, քան օրինակ Հայաստանը օկուպացնելը։ Եվ այստեղ հարց է առաջանում, իսկ դա ինչ է։ Մենք ինչ կարող ենք տանք Թուրքիային, որը կլինի ավելի թանկ, քան Հայաստանը օկուպացնելը։ Մենք նման բան չունենք։ Ասում են, թե նայեք, մենք ճանապարհ ենք տալիս, իրենք կգան կանցնեն։ Երբ որ մեզ օկուպացնեն, այդ ճանապարհը իրենցը կլինի։ Այսինքն մենք պետք է հասկանանք թուրքական աշխարհի ստեղծումը եւ Հայաստանի Հանրապետության գոյությունը անհամատեղելի են։ Եվ դրա դեմ պայքարելու միակ տարբերակը ԱՄՆ-ի հետ գործընկերությունն է։ Ոչ։ Մենք պիտի հասկանանք, որ քաղաքական երաշխիքները իրենք հավերժ չեն։ Օրինակ ԱՄՆ կար բայդենական երաշխիքները Ուկրաինային, ադմինիստրացիան փոխվեց, այս երաշխիքները փոխվեցին։ Մենք պիտի հասկանանք, քաղաքական երաշխիքները ժամանակավոր են։ Այո, միանշանակ մենք ԱՄՆ-ի հետ պիտի ունենանք շատ բարձր մակարդակի ռազմավարական հարաբերություններ։ Եվ այդ հարաբերությունները օգտագործենք ոչ միայն որպես քաղաքական պաշտպանություն, այլ նաև այդ հարաբերությունների արդյունքում զարգացնենք մեր տնտեսությունը, մեր ռազմարդյունաբերությունը, ներկրենք հնարավորինս շատ զենք, պատրաստվենք ինքնին մեր հանրությանը պատրաստենք պատերազմի։ Սրա հետ մեկտեղ նաև հարաբերություններ ունենանք այլ պետությունների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են։ Դա Իրանն է, դա Հնդկաստանն է, դա Հունաստանն է, դա Ֆրանսիան է, շատ կարևոր պետություն, հա, եվրոպական միակ ատոմային այսպես տերությունը, եւ որpիսի եթե ինչ որ մի օր օրինակ ԱՄՆ-ում ադմինիստրացիա փոխվի, հայ-ֆրանսիական հարաբերությունները մեզ ապահովեն որոշակի եւ քաղաքական եւ տնտեսական եւ ռազմական պաշտպանություն, բայց շատ կարեւոր է երկու հանգամանքի համադրությունը։ Այսօր հասարակության մեջ կա մի շերտ, որը ասում է մենք պիտի մեր հույսը դնենք մեր վրա, կա մի շերտ, որը ասում է մենք պիտի արտաքին հարաբերությունների միջոցով պաշտպանություն ապահովենք։ Այս երկու մոտեցումները համադրելի են։ Մենք եւ պիտի արտաքին հարաբերությունների միջոցով անվտանգություն ապահովենք եւ հույսը դնելով մեզ վրա պատրաստ լինենք միշտ։ Այսինքն ոչ թե այսօր, ոչ միայն այսօր վաղը կամ 10 տարի հետո, միշտ պատրաստ լինենք դիմակայության եւ մեր երկրի պաշտպանելու։ Տարանջատումը սխալ է։ Ամփոփենք, պարոն Սաֆարյան, ձեր ասածներից հետո հիմա այն վերջին տեղեկությունը, որը ես ներկայացնեմ, կարող է ավելորդ թվալ, բայց ամեն դեպքում անդրադառնանք։ Ադրբեջանի նախագահի ուղերձներն են բերել մեր քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք գտնվում էին Բաքվում, եւ այդ ուղերձները հետեւյալն են. Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ, պատերազմն իրենց համար ավարտվել է, ուզում են Հայաստանի հետ կառուցեն համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն։ Շփումներն էլ լինելու են շարունակական, ամեն դեպքում գնալու են, գալու են, որպեսզի Ինչի մասին մենք խոսեցինք, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի 2026 թվականին իրենց ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նորից վերարտադրվի եւ խոսում են այն մասին, որ տեսեք խաղաղությունը եկել է ձեր տուն, ձեզ նվեր է եկել, տեսեք մեր տարածքով ձեզ ծորեն է գալիս եւ այլն, այսինքն հապուկ բարձ դնել Ադրբեջանի իշխանությունները սա այսպես դասական թուրքական քաղաքականություն է։ Սա նմանատիպ գործողություններով հայ հանրությանը փորձում են խաբել հերթական անգամ, մենք ձեր հետ խոսել ենք օրինակ Հայաստանյան ժամանակ, երբ որ Համիդը հայերին կոտորում էր եւ հայերը երիտթուրքերի հետ ապստամբեցին Համիդի դեմ, երիտթուրքերը սկզբնական շրջանում հայերին իրենց պարլամենտում 12 աթոռ տվեցին։ Հետագայում նույն երիտթուրքերը կոտորեցին հայերին։ Այսինքն դասական թուրքական քաղաքականություն է, որ թուրքերը կարողանում են մեզ ամեն անգամ խաբել եւ իրենց ուզածը առաջ տանել։ Եվ ես զարմանում եմ իհարկե այն մարդկանց վրա, ովքեր որ դառնում են թշնամու քարոզչության գործիք մեր երկրի ներսում եւ դրանից չեն էլ ամաչում։ Գալիս են եւ ասում են մենք ձեզ բերել ենք փոխանցենք թշնամու այսպես ասենք հատուկ ծառայությունների կողմից մշակված այս խաբեության ձևերը եւ մենք դառնում ենք այդ խաբեության գործիքը։
Համենայն դեպս գոնե մարդկայնորեն պետք էր ամաչել դրանից։